Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կենտրոնական Ասիայի եւ հատկապես Ղազախստանի հետ գործակցության հետեւողական զարգացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, այդ թվում առևտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում, ընդգծել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեք Խոշերբաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։ Այս համատեքստում կարևորում ենք առկա մեխանիզմների արդյունավետ կիրառումը, այդ թվում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի եւ այլ համատեղ ձևաչափերի շրջանակներում։ Նախարար Միրզոյանը համոզված է, տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը եւ միջտարածաշրջանային գործակցության ամրապնդմանը։ Նախարարն ընդգծեց, երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր փուլ դարձավ ռազմավարական գործակցության հաստատումը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի վարչապետը պաշտոնական այց կատարեց Ղազախստան։ Համոզված եմ, որ այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության հետագա խորացման համար եւ այժմ հետեւողականորեն կյանքի են կոչվում։ Գոհունակությամբ արձանագրում ենք մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը, կանոնավոր միջգերատեսչական խորհրդակցությունները դիտարկելով որպես գործնական համագործակցության խորացման կարևոր գործիք։ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, ընդգծեց Արարատ Միրզոյանը, արժևորում են նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։ Ուրախ եմ այս այցի շրջանակներում մտքեր փոխանակել երկարաժամկետ եւ ինստիտուցիոնալ խաղաղության ամրապնդման հարցերի շուրջ։ Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը շարունակել Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը վստահ ենք համապատասխանում է մեր ժողովուրդների եւ պետությունների շահերին։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի գնահատմամբ Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական եւ առևտրատնտեսական հուսալի գործընկեր է։ Ղազախստանի եւ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։ Աստանա ՀՀ վարչապետի այցի ընթացքում ստորագրվեց ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալից քայլն անկասկած կամրապնդի մեր հարաբերությունները եւ նոր էջ կբացի մեր բազմակողմ գործակցության համար։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում միտված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի պատվիրակության ընդունել է նաև Հանրապետության նախագահը։ Հանդիպմանը կարևորվել է ենթակառուցվածքային նախագծերում ներդրումների խթանումը, գործարար կապերի ակտիվացումը։ Քննարկվել է նաև ուղիղավիաչվերթների վերականգնման հեռանկարը, շեշտելով, որ այդ քայլը կարող է էականորեն նպաստել զբոսաշրջության զարգացմանը եւ գործարար կապերի ընդլայնմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ, անդրադառնալով հաղորդակցային ուղիների գործարկման, լոգիստիկ կապերի արդյունավետության բարձրացման եւ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։